Մինչ Եգիպտոս մեկնել է ԱՄՆ նախագահի օդանավը վայրեջք է կատարել Թել Ավիվում։ Թրամփին դիմավորել են Իսրայելի նախագահն ու վարչապետը։ Իսրայելի խորհրդարանի դիմաց տասնյակ մարդիկ ԱՄՆ ղեկավարին դիմավորել են շնորհակալություն Թրամփ պաստառներով։ Թրամփը Կնեսետի պատվավոր հյուրերի գրքում թողել է իր ստորագրությունը եւ գրառում արել. «Սա մեծ պատիվ է ինձ համար, հիանալի գեղեցիկ օր, նոր սկիզբ»։ Իսրայելի խորհրդարանում ելույթից առաջ նրան հարցրել են՝ պատերազմը պաշտոնապես ավարտվել է, Թրամփը դրական պատասխան է տվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Թրամփին բնորոշել է որպես համաշխարհային խաղաղության հաստատման առանցքային դերակատար։ Ի նշան խաղաղության Իսրայելի վարչապետը Թրամփին ոսկե աղավնի է նվիրել։ Իսրայելը պատրաստվում է հաջորդ տարի Թրամփի թեկնածությունը ներկայացնել խաղաղության Նոբելյան մրցանակի։ Կնեսետում Թրամփի ելույթի ժամանակ երկու պատգամավոր ոտքի է կանգնել, բացականչել ցեղասպանություն եւ պաստառներ պարզել։ Նրանց արագ հեռացրել են դահլիճից։ Ի դեպ հայտնի է դարձել, թե ինչու է Իսրայելի վարչապետը վերջին պահին հրաժարվել Եգիպտոս մեկնել։ Ըստ CNN-ի պատճառն Էրդողանն է։ Թուրքիայի նախագահը օդում է իմացել, որ Նեթանյահուն նույնպես մասնակցելու է գագաթնաժողովին եւ արագ հայտնել է, որ այդ դեպքում ինքը վերադառնում է Անկարա։ Էրդողանի օդանավը մի քանի շրջան է կատարել Կարմիր ծովի վրա եւ վայրեջք է կատարել միայն այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ Նեթանյահուի մասնակցությունը գագաթնաժողովին չեղարկվել է։ Թրամփի այցին զուգահեռ Գազայում իսրայելցի գերիների եւ պաղեստինցի բանտարկյալների փոխանակում է տեղի ունեցել։ Համաշխարհային մեդիայում ժամ առ ժամ տարածվում են նոր սրտառուչ կադրեր, թե ինչպես են Գազայում եւ Իսրայելում դիմավորում իսրայելցի պատաններին եւ պաղեստինցի գերիներին։